Իշխանությունների կողմից մեկամսյա կալանքի տակ վերցված Արսեն Ղուկասյանի գործը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում։ Նույն գործով ներգրավված էր ևս մեկ անձ, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվել է ոչ թե կալանք, այլ ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոց։ Իրավաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Նրա խոսքով քաշքշուկի միջադեպի ընթացքում, որը ծնողների հրահրվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, մյուս մասնակիցների նկատմամբ նման խիստ միջոցներ չեն կիրառվել։ Քննչական մարմինները կալանքի անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ Ղուկասյանը ունի հեղինակություն եւ ղեկավար դիրք, անհետ կորած անձանց ընտանիքների շրջանում եւ կարող է ազդեցություն ունենալ մյուսների վրա կամ նոր հավաքներ կազմակերպել։ Հանման միջոց Արսեն Ղուկասյանին համանման իրադրության, այսինքն մի խումբ անձանց կողմից այստեղ քաշքշուկ է տեղի ունեցել պրովոկացված ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, այդ պրովոկացիայի ընթացքում այդ քաշքշուկին եւ Արսեն Ղուկասյանի նկատմամբ տարբերակված մոտեցումը անթաքույց կերպով քննչական մարմնի կողմից նշված է, որ պատճառաբանված է իր վայելած դերով եւ հեղինակությամբ անհետ կորած անձանց շրջանակներում։ Այսինքն նրանք մասնավորեցրել են, որ Արսեն Ղուկասյանը ունի այնտեղ ղեկավար դիրք եւ կարող է ազդեցություն ունենալ այդ մարդկանց վրա, ինչպես նաեւ նոր հավաքներ կազմակերպել։ Ուստի անհրաժեշտ է իրեն մեկուսացնել։ Իրեն, այսպես ասած, թիրախավորելով որպես առանցքային մարդ, հույս ունեն, որ Արսենի ձայնը լռեցնելով կկարողանան այդ ամբողջ համայնքի ձայնը լռեցնել։ Նրա խոսքով պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, ընդգծելով, որ առկա չեն ոչ հիմնավոր կասկածներ, ոչ էլ կալանքի համար անհրաժեշտ իրավական հիմքեր։ Արսեն Ղուկասյանը ունի ուղիղ ոչ թե մեկ, այլ մի քանի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքը կիրառելու հետ, ու դա մեր գնահատողական դատողությունը չի տա, նույնիսկ այն հենց ուղիղ նշված հիվանդություններն են կառավարության կարգով, որոնք ուղղակի բացառում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Իրավաբանը նաև նշեց, որ այստեղ ակնհայտ է ոչ միայն էմպաթիայի բացակայությունը ցավի մեջ գտնվող ընտանիքների հանդեպ, այլ տարբերակված մոտեցումը նույնանման իրավիճակների նկատմամբ։ Շատ դեպքերում նման վարքագծի համար քրեական գործ անգամ չի հարուցվում։ Իսկ այս դեպքում քրեադատավարական ամենախիստ միջոցներն օգտագործվում են մարդկանց լրացնելու, վախեցնելու եւ մեկուսացնելու համար։ Սա խոսում է ոչ միայն մարդու իրավունքների համակարգային խախտումների մասին, այլ նաև քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իշխանության գործելավոճի մասին, ընդգծեց նա։ Իշխանությունը այլևս կաշկանդված չի համարում այս ռեպրեսիաների գործիքակազմը ավելի զանգվածային, ավելի ընդգրկուն ձևով կիրառելու համար։ Ամեն հաջորդից բնականաբար նոր դուռ է բացվում հաջորդ շինծու ու ապօրինի կալանավորումների ու այլ հետապնդումների համար։ Մարդիկ ունեին շատ հստակ հարցեր եւ դուք էլ շատ լավ հիշում եք, որ այդ հարցերը այն տիպի հայտարարակ էին, որ նույնիսկ ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումները անցկացվում էին փակ ֆորմատով, որովհետև այնտեղ այնպիսի խայտառակ սխալներ էին բացահայտվում, որ ամենևին ձեռ չէր տալիս դրանք այսպես ասած հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնել։ Այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում են իշխանությունները, հասկանում են, որ այս մարդկանց պահանջը բողոքը արդար է, այս մարդիկ սոցիալական օգնություն չեն ուզում կամ քաղաքական նպատակներով չեն ակցիաներ իրականացնում, այլ ունեն զուտ մարդկային եւ խիստ արդարացի պահանջ, որի պատասխանը, որի պատշաճ պատասխանը այս իշխանությունները չեն կարող տալ։ Եվ հետեւաբար հասկանալով 1-2 այս ակցիաների արդյունքում, որ իրենք մնում են մեղավոր կարգավիճակում, ավելի հեշտ տարբերակ են գտել ուղղակի այս մարդկանց այս գործիքակազմով լռեցնել։ Աժ պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով միջադեպին նշել է, որ վերջին շրջանում առնվազն 5 ծնող եւս ենթարկվել են ճնշումների։ Նրա խոսքով սա ոչ միայն մարդու իրավունքների համակարգային խախտում է, այլ իշխանության քաղաքական նպատակներով պայմանավորված քայլ։ Նույնանման արարքների դեպքում մեկ քրեական գործ անգամ չի հարուցվում, իսկ մյուս դեպքում կիրառվում են ամենախիստ մեթոդները՝ մարդկանց ձայնը լռեցնելու նպատակով։